Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում, ընդգծել է ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։ Սա հանձնակատարի վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստան կատարած երկրորդ աշխատանքային այցն է։ Ես ուրախ եմ վերադառնալ, որովհետև իմ սեփական աչքերով կարողանում եմ տեսնել, ինչպես է տեղի ունենում Հայաստանում փոխակերպման գործընթացը, եւ շատ բան է տեղի ունեցել։ Վերջին այցից հետո աշխարհն ավելի անկայուն է դարձել, եւ սա եւս մեկ անգամ վկայում է, թե որքան կարեւոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով հանձնակատար Կոսի հերթական այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացման մասին։ Այցը ըստ Գրիգորյանի կարևոր է նաեւ այն տեսանկյունից, որ տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ։ Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից։ Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայունության եւ աճի պլանի ներքո 25-27 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման եւ հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։ Նա նաև ընդգծեց տարածաշրջանային կապակցվածության զարգացման կարևորությունը, նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, TRIP երթուղու եւ ԵՄ գլոբալ դարպասներ ռազմավարության շրջանակում։ Ըստ Գրիգորյանի, ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ներգրավմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղղությունում։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական միության ղեկավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի եւ ուշադրության համար։ Մարթա Կոսի խոսքով Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին բարեփոխումները խթանելու եւ երկկողմ գործակցությունը խորացնելու նպատակով։ Այս միջոցները ի թիվս այլ ուղղությունների կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Սա կարևոր է, քանի որ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որը վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի Եվրամիության հետ, ինչն արտացոլում է մեր կապերի խորությունը։ Հանձնակատարի գնահատմամբ 2026-ը կարևոր տարի է Հայաստանի համար։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովը։ Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար եւ որքան է խորացել մեր գործընկերությունը։ Մարթա Կոսի խոսքով վերջին տարիներին զգալի աճ է արձանագրվել Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալներում, որոնք 2022 թվականից ի վեր քառապատկվել են։ Նրա գնահատմամբ ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ հնարավոր է ել ավելի մեծացնել այդ ցուցանիշը, նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը։ Սակայն մեր աշխատանքը սահմանափակված չէ միայն առևտրով եւ տնտեսությամբ։ Ես այն դիտարկում եմ նաեւ որպես խաղաղությանը նպաստող գործոն։ Հայաստանը եւ Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել խաղաղության եւ կայունության ուղղությամբ, եւ ես ցանկանում եմ մեծապես ողջունել այդ ջանքերը։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ նպաստելու կայուն խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը։ Այդպես է կառուցվել նաեւ Եվրամիությունը խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա։ Սահմանային անցակետերի բացումը, կամուրջների եւ ժամանակակից ճանապարհների կառուցումը կարող են կապել ոչ միայն շուկաները, այլև մարդկանց։ Տնտեսական կապերի ամրապնդմամբ կարելի է նաեւ նվազեցնել հակամարտությունների ռիսկը։ Եվրոպան դա լավ գիտի սեփական պատմությունից։ Հանձնակատարը հայտնեց դիմակայունության եւ աճի ծրագրով ԵՄ-ն արդեն աջակցել է Հայաստանի 7000 ձեռնարկության եւ նպաստել ավելի քան 20000 աշխատատեղի ստեղծմանը։ Մենք նաև կառուցում ենք դպրոցներ, ներդրումներ ենք կատարում բնակարանաշինության եւ սոցիալական ծառայությունների մեջ եւ աջակցում ենք Ղարաբաղի հայերի ինտեգրմանը ավելի քան 70 միլիոն եվրոյի օգնությամբ, ներառյալ դրամական աջակցությունը, բնակարանային եւ սոցիալական ծրագրերը։
Կոսը նաև անդրադարձել է ժողովրդավարական գործընթացներին, ընդգծելով ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարում, ապահովելու ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։